Բարև Ֆակտոր TV հյուրը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, ողջույն։ Ողջույն Կարապետյանց։ Ինչպես դիմավորեցիք առավոտը։ Սարսափած, որովհետև նախ չհավատացի, որ այսպիսի բան կարող է տեղի ունենա, այսպիսի գրառում, այսպիսի բովանդակություն կարա լինի։ Գրեթե չեմ նայում վարչապետի Facebook-յան էջին չեմ հետևում, տեղեկություններ չեմ ստանում, բայց ասի մի հատ բացեմ իմ աչքով տեսնեմ, համոզեմ, որ իսկապես է դեռ է։ Շատ երկար ժամանակ սպասում էի, որ հերքում կհնչի, երբ որ հասկացա, որ հերքում չկա, փոխարենը այլ բովանդակության։ Հույս ունեք, որ հեռախոսը գողացել է։ Անպայման, մեծ հույսեր ունեի, որ երեխան է խաղացել, չգիտեմ, թեպետ երեխային բնորոշ չի այդ բառապաշարը, լավ տիկինն է խաղացել կամ չգիտեմ էլի, ախրանիկներից մեկը քեֆը լավ եկել է, մի բան գրել է սրտներով, ամեն ինչ մտքովս անցավ, դաժե համաձայն է, որ շունն է հավաքել այդ տեքստը, բայց որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը կարող է այդ բովանդակությամբ տեքստ գրի ու հերքում չհետևի կամ հեռացում չլինի, անկեղծ ասած չէի սպասում։ Երբ եղավ հաջորդ գրառումը, ես հասկացա, որ մենք ամեն հաջորդ գրառումով ավելի սրելու են վիճակը, որպեսզի մոռացվի այդ խայտառակությունը։ Հավանաբար ընտրել են մարտավարության այդ տարբերակը, որովհետև հասկացան, որ սկրիները կան, այլևս հնարավոր չի թաքցնել ու ասել, որ չի եղել այսպիսի բան, դա ձեր զառանցանքներ կամ դա ձեր տպավորություններ կամ դուք ճիշտ չեք հասկացել բովանդակությունը, որովհետև ամեն ինչ շատ հստակ էր գրված։ Ու սկսվեց այն ինչը, որ ես ակնկալում եմ։ Իշխանականների մեկնաբանությունները Տիկին Կարապետյանցը վարչապետի այդ հայտնի գրառմանը մոտավորապես սա է։ Ոնց կլինի դուք մեզ վիրավորեք, քննադատեք ծայրահեղ դաժան բառապաշարով, հերիք չի իշխանափոխության շարժում սկսեք, եւ այլն, վարչապետի հրաժարական պահանջեք, վարչապետը այդքանից հետո չի կարող այդպիսի բաներ ասել ձեզ, ասել նաեւ, որ պետք է գնան եւ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեվորականները հեռանան ծառայությունից։ Հա, դա էլ ավելացնեմ, որովհետեւ մեկի անձնական կյանքը մեր գործը չի, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի հոգևոր ու բարոյական արժեքներ։ Հերվից, հերթով։ Ես ենթադրում եմ, որ կուսակցական եղբայրությունը հավանաբար մոռացել է, որ ինքը եւս հրաժարական էր պահանջում վարչապետի այն ժամանակ արդեն վարչապետ Սերժ Սարգսյանի, մոռացել է հավանաբար, որ իրանք էին փողոցում ընդդիմադիր շարժում կազմակերպել եւ ցույցեր էին անում եւ Գորիսի չէ որտեղ Գյումրիից ոդկով գալիս էին, ընթացքում հարցազրույցներ էին տալիս, իրանք մոռացել են, որ իրանք ինչպես են եկել իշխանության։ Այո, ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քաղաքական կուսակցություն իր ամբողջ իմաստը գոյության գոյատևելու դա իշխանության գալն է, դա շատ նորմալ process է։ Այլ խնդիրը թե ովքեր են մեր քաղաքական կուսակցությունը, դա հələ հարցը մի կողմ։ Մեր քաղաքական այս իշխող կուսակցության ղեկավարները իրանք մոռանում են կամ չգիտեն տգետ են ուղակի կառաջարկեմ բարելավել իրանց գիտելիքները կամ թարմացնել իրանց գիտելիքները, հիշողությունը իրանց թարմացնել, հետեւյալի վերաբերյալ ցանկացած քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդ կամ հանրային հարթակում որպես հանրային մարդ հանդես եկող անձնավորությունը ինքը պիտի պատրաստ լինի քննադատությանը։ Իր վերաբերյալ չափանիշները շատ ավելի այսպես բարձր են, հա, իր շեմը նեղանալու ու վիրավորվելու շատ ավելի բարձր է, քան շարքային քաղաքացունը։ Իրենք չեն հասկանում, որ իրենք պաշտոնյաներ են, իրենք չեն հասկանում, որ դա շատ նորմալ, անգամ միջազգային այսպես նորմեր կա, հա, որտեղ է այդ սանդղակը պաշտոնյային քննադատելու, թույլատրելի այդ սանդղակ ու ինքը շատ ավելի այսպես լայն հնարավորություններ է տալի պաշտոնյային քննադատելու հանրային գործիչների, որտեղ հիշեցնեմ, դուք այդ պաշտոնը չեք ստացել ի վերուստ Աստծո կողմից կամ ժառանգաբար չեք ստացել ու ստիպված եք զբաղեցնում այդ պաշտոնը, դուք ենթադրում եմ գիտակցաբար եկել եք այդ իշխանությանը, զբաղեցնում եք որոշակի, ենթադրում եմ, որ գիտակցաբար զբաղեցնում եք որոշակի պաշտոններ եւ հետեւաբար այո կրում եք նաեւ պաշտոն զբաղեցնելու բացի բարիքներից, այդ ձեր պրեմիաները, տները, չգիտեմ, ինչ որ գույքերը, որոնք պարբերաբար ձեռք եք բերում, ձեր ոյաժները պետության հաշվին, դա պլյուս կողմն է, դրա հակառակ կողմը նա է, որ դուք այո լինելով պետական պաշտոնյա, պիտի ենթարկվեք քննադատության եւ պիտի համակերպեք այդ մտքի հետ։ Ոնց որ սա երկու հաստատությունների, հա, չգիտեմ այդ բառը ճիշտ է թե չէ, բախում է հոգևոր եւ
գործադիր կամ աշխարհիկ իշխանությունների բախում։ Այդպիսի բան կարելի է ասել։ Մեզ մոտ եկեղեցին եւ իշխանությունը իրանք պետությունը իրանք տարանջատված են։ Մենք ունենք այո եկեղեցի, որը բավականին մեծ ներդրում է ունեցել պատմության մեջ, որոշակի դեր ունի եւ հասարակության ճնշող մեծամասնությունը ենթադրում եմ տվյալները չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ ճնշող մեծամասնությունը առաքելական եկեղեցու հետևորդներ են, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, բայց բոլոր դեպքերում կապը կա։ Պատմական հիշողության կապը կա, հա, ինչ որ զգացմունքային, հավատամքի տեսակետից այդ կապը կա եւ թույլ տալ, որ պետական պաշտոնյան այդտենց ոտքերով կոխրճելով անցնի դրա վրայով, ես լավ չեմ պատկերացնում, իրենք իրանց ընդհանրապես հաշիվ տալիս են, թե չէ։ Այնպես չի, որ բոլոր քահանաները, բոլոր եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ ու մնացած բոլոր պաշտոնյաները եկեղեցական, իրենց կարգավիճակին համարժեք վարքագիծ ու խոսույթ ունեն, եկեք ազնիվ լինենք։ Ասում են կարմիր գիծը նրանք են ասում, մենք էլ ենք ասում, ինչու նրանց չի կարելի, մեզ իրանց էլ չի կարելի։ Իրանց էլ չի կարելի եւ անձնապես ես մնացածին շատ չեմ հետևում, բայց ես անձնապես նաեւ քննադատել եմ այդ կիսաքրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթով ելույթ ունեցող կամ բռնության կոչեր հնչեցնող կամ առավել եւս հեղաշրջման կոչերով հանդես եկող եպիսկոպոս արքեպիսկոպոսներ ես էլ եմ քննադատել, որովհետեւ եկեղեցին ունի այլ ֆունկցիա եւ պիտի իրականացնի այլ ֆունկցիա։ Դա խառնվելու մեջ չի, բայց իշխանությունը դա հասկանում եք, իրենք չեն կարողանում հասկանալ, որ ամբողջ գործիքակազմը իրենց ձեռքում է։ Երբ որ դու ունես եւ պարլամենտ ունես ինչ-որ օրենքներ ընդունելու համար եւ իշխանություն ունես եւ իրավապահ մարմիններ ունես եւ հազար ու մի հնարավորություններ ունես խնդիրը կարգավորելու համար, բայց դու գնում ես հայյանքի ու վիրավորանքի ճանապարհով, դու քեզ հաշիվ չես տալի։ Դա նշանակում է, որ դու իշխանություն քեզ չես զգում, դու բիսկոնտրոլի վիճակում ես եւ շատ հետաքրքիր էր այստեղ նաեւ ինձ օրինակ շատ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանին այդ տեղեկությունը որտեղից։ Եթե դա բամբասանքի մակարդակով է, իսկ ես չեմ կարծում, որ դա պիտի բամբասանքի մակարդակով լինի, խիստ, մեղմ ասած շատ խիստ անպատասխանատու վարքագիծ է հրապարակել, այդպիսի հրապարակումներ անել վարկաբեկող մարդկանց, հոգևորականի անձնական կյանքի մասին։ Եթե դա հատուկ ծառայություններն են տրամադրել, իսկ ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ հատուկ ծառայություններն են տրամադրել եւ դրա վերաբերյալ կան նաեւ այլ փաստական հանգամանքներ, սա նշանակում է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ որ հատուկ ծառայությունները այն պայմաններում, այն իրավիճակում, որը ունենք մենք այսօր Հայաստանում, այսինքն կրիտիկական իրավիճակներում, նպատակահարմար են գտնում իրենց քաղաքական համարվող օպոնենտների վերաբերյալ վարկաբեկող տեղեկություններ հավաքել, փոխարինակ օրինակ զբաղվեին, չգիտեմ, Հայաստանում ադրբեջանական երգեր, հրապարակում ադրբեջանական երգեր երգող մարդկանց մուտք ու ելքը պարզելու համար կամ կանխելու համար։ Երևանի հրապարակից կրկնվող այդ նույն երգը երգող կամ մի բուռ հող Երևանի կենտրոնից տանող Ադրբեջանում, այսպես որպես նվեր ընկերներին բերած ինչ որ անձնավորության մուտք ու ելքը հետևելու համար։ Սրա փոխարեն այս մարդիկ զբաղված են կամպրոմատներ հավաքելով։ Սա այն ամբողջ աշխարհում ընդունված։ Եկ կազմիվ լինենք, ամբողջ աշխարհում այդ կամպրոմատը օգտագործվում է, հատկապես նախընտրական ժամանակաշրջանում կամպրոմատների պատերազմը անխուսափելի է, բայց դա նաև, գիտեք, երևի թե ձև ունի, շնորհք ունի։ Դա պետքա, չգիտեմ, օգտագործելուց դու ինքդ ցեխը շպրտելուց ինքդ քո վրա ցեխը չշպրտես։ Ինձ մոտ տպավորությունն է, որ վարչապետը ինչ որ մեկը խորհուրդ է տվել, դա կամ իր հանճարեղ բացահայտումն է, որ կարելի է վենտիլատորը հայերեն ոնց է, ինչ որ է, վենտիլատորի վրա վեդրոյով կեղտաջուրը լցնել եւ հույս ունենալ, որ այդ կեղտաջուրը քո վրա չի գալու, այդ կեղտը քո վրա չի մնալու։ Վարչապետի արածը հենց այդ տպավորությունն է մոտ ստեղծում, վենտիլատորի վրա վեդրոյով կեղտաջուր լցնել այն։ Եկեք անձնական տվյալների հարցը։ Կհիշեք ոչ վաղ անցյալում նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանին առնչվող տեղեկություններ են ԿՊ վարչության նիստում դրել, քննարկել այդ տեղեկությունները, այսինքն ըստ ԿՊԱ-ականների մեկնաբանությունը այնտեղ կային եւ անձնական կյանքին առնչվող եւ քաղաքական, այսպես բովանդակություն, հետո իրենք ասում են ազգային անվտանգության առնչվող եւ այլն։ Այսինքն մենք տեսել ենք արդեն նման նախադեպ եւ քրեական գործ չառուցվեց, որևէ քննություն չեղավ այդ մասով, պարոն Աղազարյանը, ինչքան գիտեմ, դիմել էր դատախազությունը։ Առնվազն տեղեկություններ չկա, եթե լինեին պարոն Աղազարյանը կհրապարակեր ենթադրում։ Նշանակում է սա ինչ որ գործելավոճ է, չեմ հասկանում, ինչու անձանց անձնական տվյալները այսպես հրապարակել, այն ժամանակ էլ չէ, Ալեն Սիմոնյանը հիշում եք, ճեպազրույց տվեց եւ
շատ մենակ ինքը չէ, մյուս քպականներն էլ ակնարկում էին բաց պարոն Աղազարյանի վերաբերյալ։ Տեսեք, մենք ունենք զուգահեռ երկու իրականություն։ Մի դեպքում տարբեր պաշտոնյաների, ներկա գործող պաշտոնյաների վերաբերյալ հրապարակվում են կոռուպցիոն սխեմաներ, բավականին հիմնավոր, որպես իրավաբան ես նայում եմ օրինակ գործընկեր հետ պարբերականը, ձեզ մոտից են ինչ որ տվյալներ գնում, տարբեր տեղերից ինչ որ փոքր մեծ, բայց հետքը շատ հիմնավոր, հետևողական աշխատանք անում։ Այս գործերի վերաբերյալ լուրջ չկա։ Վարչապետը նպատակահարմար չի գտնում զբաղվել են գործերով, ամեն օրվա ռեժիմով էլ այսպես կոչված պարլամենտական ընդդիմությունը այդ անիֆի հարցը ասում է ամեն սեսիայի ժամանակ այդ հարցը հնչում է եւ այդ հարցը փակում է։ Հիմա կոնկրետ դեպքերով իրանց իրավասությունների ներքո գտնվող, իրանց պարտականությունների, իրանց խոստումների ներքո գտնվող գործառույթներով մարդը չի զբաղվում է ինչեր կուսակրոնների սեռական կյանքով։ Ես եւ մի հարց էլի ուշադրություն դարձեք երկու դեպքում էլ թե հոգեվորականի, չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հոգեվորականի հարաբերությունների մասին թե Աղազարյանի դեպքում, չգիտես ինչի թիրախավորվում է հենց մարդու անձնական, նեղ անձնական ինտիմ կյանքը։ Այս մարդու մոտ ինչ որ խնդիր կա։ Ես խորհուրդ կտամ իրան մտերիմներին, հարազատներին մի հատ, չգիտեմ, մասնագետ հրավիրեք, թող խոսի հետը, թող բացատրի հետը, հասկացնի, որ քաղաքական գործիչը չի կարող խոր ինտիմ հարաբերությունների ինչ որ մարդկանց բաց թողումների կամ նախասիրությունների վրա հենվելով իրան ռոպագանդանի դա նորմալ չի, դա բարոյական չի։ Երկրորդը դա քաղաքական գործիչ չես դու, ինչով ես դու տարբերվում այդ քո վարքագծով, օրինակ, չգիտեմ, այն բակի չեմ ուզում իրանց նեղացնեմ, ասում եմ պարապ նստած մարդիկ, ովքեր որ իրանց պարապությունից ուրիշ գործ չունենալուց նստած սրա նրա կյանք, անձնական կյանքն են քննարկում։ Տարբերություն պիտի լինի երկիրը ղեկավարող քաղաքական գործչի եւ բակում բամբասանքներ տարածող ինչ որ մախում մարդկանցից։ Պիտի լինի, ենթադրում եմ։ Բայց այս մարդը մնացել է դեղին մամուլի ամենավատ այդ բանը կրողը, մտքերը, գաղափարները, սկզբունք կար հասարակը, դրա կրողն է մնացել։ Այսինքն մարդիկ իրենց անձնական կյանքով, անձնական տվյալներով անպաշտպան են։ Կարող է քաղաքական իշխանությունը վերցնել, դա փաստորեն ստացվում է, տեսեք, ստացվում է մի իրավիճակ, որտեղ որ այդ տեղեկությունները ես ենթադրում եմ նորից ամենայն հավանականությամբ որոշակի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ինչ որ տվյալներ են ձեռք բերվել, որոնց մեջ եղել է նաև այս տվյալները եւ քանի որ հասկանում են, որ շեֆը նախասիրություն է տալի կամ նախապատվություն է տալի մարդկանց էրոտիկ ֆանտազիաներին կամ ենթադրյալ ինչ որ դեպքերի ներադարձություններին, բայց հենց այդ ուղղության վրա մարդուն չի անհանգստացնում կոռուպցիան։ Մարդը ուղիղ պարտականություն ունի զբաղվելու, բայց ինքը չի զբաղվում այդ հարցով։ Սեփական թիմի հետ կապված չունի գործառույթ իրականացնելու։ Ինքը տենց ինչ ասում ես, տենց բորբոքվում ջղայնանում եմ, մատը ձեռը սեղանին, խփում եմ, մատը թափ է տալի։ Հիշում եք վերջերս էր վարչապետը մատը թափ տվեց, ասեց ազգային անվտանգության ծառայության պատվալներն են ձեզ տանելու գցեն, ազգային անվտանգության ծառայությունը պիտի ձեզանով զբաղվի։ Այս մարդու պատկերացումը իրավական պետության, ասում եմ մարդ ծիծաղնել է գալի, իրավական պետության, չգիտեմ, ժողովրդավարության բաստիոնը իր պատկերացումները սկսում ու վերջանում են նրանով, որ ինքը պիտի լինի, ոչ թե այդպիսի համակարգ պիտի չլինի, այլանդակ, այլասերված համակարգ պիտի չլինի, այլ ինքը պիտի լինի այդ համակարգի գլխում եւ ինքը պիտի մատով ցույց տա ու ասի այս սրան պիտի տանեք, այս սրան պիտի տանեք ու իր այս սրան նրա վերաբերյալ իրան որոշակի տեղեկություններ բերեն։ Բոլորիս վերաբերյալ ես կասկածներ ունեի, որ հեռախոսները լսվում են երկար ժամանակ արդեն հեռախոսները լսում են, շատ կարճ ժամանակ 18 թվականից հետո իսկապես մեր հեռախոսները չէին լսվում եւ ես որպես մեծագույն ձեռքբերումներից մեկը 18 թվականից հետո երբ միջազգային գործընկերների հետ խոսում էի, ասում էի մեր հեռախոսները հաստատապես չեն լսվում եւ ես մի տեսակ ինձ դաժե ասում եմ անտեսված է զգում, մտածում կարող եմ մենք ինչ որ բան սխալ ենք անում, որտեղ իշխանությունը միշտ պիտի քաղաքասարակությունից սրտնեղված լինի ու ուշադիր լինի։ Եթե չեն հետևում, կարող է ինչ-որ բան սխալ ենք անում, էլի։ Իրավապաշտպաններին պիտի չսիրեն։ Եթե իրավապաշտպանին սիրում են իշխանությունները, ուրեմն ինքը իրավապաշտպան չի։ Եթե քաղաքասարակության ներկայացուցիչին այսպես երկրպագում են իշխանությունները, ուրեմն ինքը իր տեղում չի։ Հետևաբար ինձ մոտ կասկած էր առաջ, կարող է ես իմ տեղում չեմ, էլի, կարող է ինչ-որ սխալ բան անգամ։ Բայց պարզվեց, որ չէ, ինչ-որ ժամանակ հետո նորից սկսեցին լսել ու ինձ սիրտս տեղը ընկավ ու հիմա ավելի ինտենսիվ ենթադրում եմ, որ այս այդ ամբողջ ընթացակարգը աշխատում է։
արդեն այլևս կասկած չունեմ, որ բոլորի վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, բոլորի անձնական կյանքից սկսած, վերջացրած, չգիտեմ, ծախսերով ու բաներով, ու սա բայց նորարարություն չի, սա այս իշխանությունների բացահայտումը չի։ Տարիներ առաջ գործերից մեկով, շատ հնչեղ գործերից մեկով ծառայության ներկայացուցիչ տենց մոտեցավ, ասեց, լսի, բայց իսկականից փող չեք ստանում այդ գործով։ Բացատրում եմ, չէ, ասում եմ, բա ինչի եք զբաղվում այդ գործով։ Չէ՞ որ դուք մեծ խնդիրներ ունեք, դժվարություններ ունեք, ժամանակ եք ծախսում ու ոչ մի բան, ասում եմ, դե հիմա ես քեզ ոնց բացատրեմ, որտեվ քո համար կա երկու ռեժիմ։ Մի ռեժիմը հրաման են տվել ու դու անում ես առանց հարցնելու, երկրորդ ռեժիմը մեջը փող կա, տենց փող ես աշխատում։ Դու ուրիշ երրորդ ռեժիմ դու չես հասկանում, հասկանում ես, հիմա որ բացատրեմ, ասեմ, չէ, միտք գաղափար կա, պիտի արդարադատություն լինի, դատական համակարգ պիտի աշխատի, մարդու իրավունքը պիտի պահի, մեկը չես հասկանալու։ Ու ինքը մի հատ ֆրազա ասեց, որը ինձ սպանեց իհարկե, ասեց, մենք գիտենք, որ դու իսկապես փող չես աշխատում այդ գործով, որովհետև քո ծախսերի մեջ, քո ապրելակերպի մեջ տարիներ շարունակ փոփոխություն չկա։ Ասում դու հասկացար նոր ինչ ասեցիր։ Այդ նշանակում է, որ դու ոչ թե այսօր ես ինձ վերահսկում, դու ինձ տարիներ շարունակ ես վերահսկել, որ համեմատելու բան ունենաս իմ նախորդ կյանքի հետ։ Ասի չէ, իրականում փոփոխություն կա, որովհետև մեր տանը մի բալիկ էլ ավելացել ու ինքը այլ նախասիրություններ ունի, հետեւաբար մի փոքր շեղում կա, բայց մեծ իմաստով այո, իհարկե չկար, չէր կարող լինել, որտեվ այլ տեղից այլ եկամուտ ի տարբերություն ոմանց ես էլ այն ժամանակ չունեի։ Փաստորեն պետք է սկսել ապրել կամ վաղուց էր պետք սկսել ապրել ինքնապաշտպանական բնազդը միացրած համարելով, որ իմ յուրաքանչյուր քայլը գրածը համացանցում, այդ թվում անձնական չաթերով այսպես կարող է հրապարակվել, հանրայնանալ եւ սա երևի մենք դիտարկեմ որպես անձնական էթիկայի սահմաններում գրաքննություն դրա մասին չեմ խոսում, հա, գրաքննության մասին, չէ՞, որովհետեւ այն ինչ որ դուք չեք կարող ասել հանրայնորեն, ստացվում է որ դա պաշտպանված չի, այսինքն ներկա դարում կարող է հակերային հարձակում լինել, իմ Facebook-յան էջը չկոտրեն, ինձանից չստանան այդ տեղեկությունը, իմը կոտրեն եւ հա, մեր զրույցը, ձեր կամքից անկախ, մեր զրույցը դառնա հանրային, բայց հենց դա է պատճառը, որ ցանկացած մարդ նորից վերադառնալով հասարակական եւ քաղաքական գործունեության հավակնություն ունեցող մարդկանց առհասարակ կյանքը պետք է ապրել ոչ թե անհետաքրքիր տխուր տենց միապաղաղ, չէ, բայց պետք է ապրել այնպես, որ դու քո արածի համար պատրաստ լինես պատասխան տալու քո ամեն գործողության համար, ամեն խոսքի համար, չասել այնպիսի բաներ, որոնք դու պատրաստ չես հանրայնորեն ասել։ Դե հասկանալի է, որ մենք մեր մասնավոր զրույցում գուցե ես ինչ որ բառապաշար օգտագործեմ, որը ուղղակի եթերային չի, ես ինձ թույլ չեմ տալի եթերում դա ասել։ Մասնավոր զրույցում կարող եմ մի քիչ այլ բառամտներ օգտագործել։ Բայց վարչապետը ստատուս է գրում։ Բայց քանի որ այո, այլևս վարչապետը ստատուս է, բայց սա շատ վտանգավոր է։ Չէ, իրականում չենք կարող, ես կխնդրեմ, շատ կխնդրեմ բոլոր այն ողջամիտ մարդկանց, ովքեր դեռ մնացել են, որտեղ ադեկվատությունը կորցրած մարդկանց թիվը գնալով ավելանում է։ Բոլոր այն մարդկանց, ովքեր որ իսկապես կարևորում են պետություն, հասարակություն, մենտալ առողջություն, հա, այս բոլոր մարդկանց խնդրել, չգիտեմ, աղաչել, մի գնացեք այս մարդկանց հետևից, մի կրկնեք իրանց սխալները, մենք չենք կարող գեներացնել ատելություն, մենք չենք կարող այդ հայոյանքը օրինականացնել, մենք չենք կարող աննորմալ եւ դեգրադացված մտածողությունը նորմա սարքել, իսկ մեզ ստիպում են, մեզ բոլորիս պարտադրում են նվազագույն մարդկային այ գրված ու չգրված օրենքները խախտել ու համարել դա նորմա։ Սա ամենասարսափելի ու ամենաանբարոյական բանն է, որը կարելի է անել։ Այդ Տիկին Կապետյան, ձեր կարծիքով ինչ շեմեր, բուֆերներ, վերահսկող մեխանիզմներ չեն աշխատում։ Քաղաքացիական հասարակություն, քաղաքացիների վերաբերմունք։ Իդեպ նաև ընդդիմությունը շատ հաճախ չի տարբերվում այս բառապաշարով, երբ որ Լևոն Քոչարյանը բացայբաց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, թե որոշ մարդիկ արդարացնում են, բայց կներեք, ամեն ինչ կարելի է ինչ-որ կերպ արդարացնել, եթե մտքիդ կա, էլի։ Այսինքն, ինչ չի գործում, որ մենք ունենք այսպիսի իրավիճակ եւ սա շատ հաճախ նաեւ ազգային ժողովում է, հա, ազգային ժողովում ամենավարկաբեկված ըստ էության կառույցներից մեկն է մեր հանրությունում, որտեղ դուրուդմփոս հայհոյանքներ, բացայբաց դրվագներից մեկը ներկայացի, ինչ կարող եք ասել։ Ոչ մի բուֆեր իրականում չգործեց, որովհետեւ դա պիտի աներ իշխանությունը, անգամ եթե դու ունես ընդդիմություն, անհաջող ընդդիմություն, շատ անհաջող ընդդիմություն, որը իրան պահելու ձև չգիտի, խոսալ չգիտի, չգիտեմ, բոլոր շեմերը անցնում է, դու պիտի քո վարքագծով ցույց տաս, որ օրինակելի վարքագիծը այս սա է, որովհետև հասարակությունը ընդօրինակում է լիդերների կամ
ստիպված պիտի ասեմ, էլիտաների, թեպետ ես իրենց էլիտա չեմ համարում, բայց փաստացի քաղաքական էլիտաներ այսօր իրանք են։ Որպես քաղաքական էլիտա դու պիտի ճաշակ, որակ, միտք, գաղափար գեներացնես։ Եվ դու պիտի լիներ այդ բուֆերը, որ վերցնելու իր վրա հարվածները, խոսելու էր դրա մասին, քննադատելու էր դա, բայց չէր դառնալու նույն բովանդակությամբ, նույն բառապաշարով, նույն վարքագծով կրկնող, վերադարձնող, ասма տակ չմնացող տղեկ պիտի դառնեք։ Դուք պիտի դառնեք առաջինը բանը։ Քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները առնվազն գոնե նրանք, որոնք որ իրենց որպես արևմտամետ, ժողովրդավար, չգիտեմ, մարդու իրավունքների ջատագով են պոզիցիան իրովեց դիրքավորում, այդ մարդիկ եւս պիտի իրանց վարքագիծը շատ շտկեն, բայց մենք տեսանք, ինչպես խուլիգան բոսյակի պահվածքով դրսևորեց մի կերպար եւ ժողովրդավարական այդ բաստիոնի ժողովրդավար կուսակցության բոլոր անդամները, կանայք, տղամարդիկ, բոլորը սկսեցին արդարացնել եւ բացատրում էին դա նրանով, որ ժողովրդավարությունը նաեւ բռունցքներով են պաշտպանում։ Ժողովրդավարությունը հա, բայց ոչ բոսյակի պահվածքը, հասկանում եք։ Դրա մյուս բուֆերը պիտի լիներ քաղաքասարակությունը, բայց քաղաքասարակությունը ես 1000 անգամ տարբեր եթերներով ասել եմ, բուրըն քննադատություններին եմ ենթարկվել դրա համար, բայց ինձ բացարձակ այդ մասը հետաքրքիր չի, որովհետև ես համոզված եմ, որ խնդիրների մասին պետքա խոսել, հասարակությունը պիտի իմանա դրա մասին։ Բաժանվել է երկու մասի, առնվազն գոնե երկու մասի, 2-3։ Մի մասը ամեն հանդես է գալի քաղաքասարակության անունից եւ ամեն գնով պատրաստ է արդարացնել իշխանության ամեն գործողություն ու կապ չունի թե ինչքան է ինքը վարկաբեկված այդ գործողությունը մարդիկ այսպես ընդհանուր բնույթի դատապարտման գրառում են անում տակնել գրում են բայցից հետո սկսում են արդարացնել այդ վարկագիծը ասում թե դա արդարացում իրականում ունի որովհետեւ այդ նույն տրամաբանության մեջ բայրանց ասերին իրանք չասեն չէ թող չասեն մի անգամ թող իրան զսպեն, երկու անգամ թող զսպեն, 10 անգամ թող զսպեն։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները լավ չգիտեն թե ինչքան վիրավորանք ու հայոյանք է հնչել մեր հասցեին, 19 իրան քննադատողների հասցեին, 19 թվականից սկսած, երբ որ հարցազրույցներ ենք տալու, ինչ որ գործողություններ քննադատում, դուք չեք պատկերացնում ինչ հայոյանքներ են հնչել։ Դուք չեք պատկերացնում թե ինչքան մարդիկ են մոտեցել, ինչքան սպառնալիքներ են հնչել։ Բայց մենք շատ լավ հասկանում, ու ես գոնե ինձ համար շատ լավ հասկանում եմ, որ ես ունեմ որոշակի պարտականություններ այս հասարակության առաջ ու ես պարտավոր եմ դա անել անկախ նրանից թե ինչքան դժվար է, ինչքան խնդիր։ Ընտանիքով ենք եղել դուրսը ու շատ վատ վարքագիծ են դրսևորել։ Հիմա պատկերացնում եք, եթե ես նույն վարքագիծը դրսևորեի, ինչը որ դիմացից է եղել։ Չէ դա նորմալ չի, դու պիտի քո վրա վերցնես, ամեն մեկը պիտի այս բաներից պիտի վերցնի իր վրա բուֆերը։ Քաղաքասարակության հետ կապված կա մյուս հատված, մեկը դե պրոպագանդիստի դեր է ստանձնել, մի մասը կա, որը տոտալ չի ընդունում, չի համակերպվում, հաշտ չի են ամեն ինչի հետ ինչ որ կատարվում է իշխանությունների բան են, մյուսը որն է, անդիմության վարքագծի հետ, բայց չգիտես ինչի տենց նախընտրում են լռել, նախընտրում են տենց լուր տարապել, բայց իրականության մեջ հաշտ չեն այս իրավիճակին։ Ու շատ փոքր թվով մարդիկ կան քաղաքասարակության ներսում, ովքեր ամեն անգամ հարվածի տակ են ընկնում այդ խոսելու համար, որտեղ դա միայն այդ հայոյանքներն ու վիրավորանքները չի, դա այդ վերաբերմունք չի, կան նաև այլ աշխատանքային բնույթի խնդիրներ, որոնց դու անընդհատ բախվում ես։ Իշխանությունները երբեմն քննադատում են քաղաքասարակության այդ ձեր ասած փոքր եւ քննադատող մասին եւ դրա մեջ նաեւ դուք եք մտնում որ դուք միայն բացասական բաներն եք տեսնում այո դրական բաներ են լինում չեք ասում այդ պատճառով օբյեկտիվ չեք դե ինչ խոսք ես շատ բարձր եմ գնահատում վարչապետին իր իրական դեմքով հանդես գալու կապակցությամբ համարում եմ որ մարդը շատ մեծ գործ է անում այսպիսի գրառումներ անելով որովհետեւ ինքը իր դեմքը բացահայտում է Այն մարդիկ, ովքեր դեր մոլորության մեջ էին կամ դեր առիթ ու պատճառ ունեին արդարացնելու այս իշխանություններին, հիմա ստիպված են լինելու բախվել այն խնդրի հետ, որ ես անդադ փորձում էի բացատրել ու շատերի համար դա անկարելի չէր լինում։ Դե այս էլ դրական բանն է, ասում եմ, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ նաև, որովհետև այն process-ները, որոնք պիտի ակտիվանային քաղաքական ինչ-որ ուժերի, խմբերի աշխատանքի մեջ, այս վարքագծի, այս ոչ adekvat վարքագծի արդյունքում արդեն սկսում են ավելի արագանալ, որտեղ մարդիկ հասկանում են, որ այդպես հնարավոր չի, հա, մենք ուղղակի կործանման ենք գնում այս ճանապարհով։ Այնպես որ ես շատ շնորհակալ եմ, դա շատ մեծ ու դրական ներդրում է Նիկոլ Փաշինյանի կողմից, ասում
ինչ խոսք։ Իսկ լավը ո՞րն է օրինակ։ Իրենք չեն կարողանում հասկանալ, որ ձևական լավը եւ բովանդակային լավը դրանք տարբեր բաներ են։ Զուտ, չգիտեմ, ինչ որ հակակոռուպցիոն մարմին ստեղծելը, վրան բանտիկը կապելը, սալուտ խփելը, հասարակությանը որպես ձեռքբերում ներկայացնելը, դա լավ չի։ Դա նորմալ է, դա լավ չի, ասած Մարության Հայկեն հայտի բանի հասկեչի նման, հա։ Երկրորդը շատ կարևոր է բովանդակությունը, ինչով է զբաղվում այդ կառույցը։ Շատ ներողություն, եթե մենք հերթական անգամ լսում ենք, որ օրինակ հակակոռուպցիոն ինչ-որ մարմին գործեր է քննում եւ այդ գործերից պարզվում է, որ կալանքի տակ գտնվող գույքերը սենց այդ ինչ որ գիտենք, այդ ինչ որ բացահայտվել է։ Գնումներ են կատարում ու գնումներ են կատարում ինչ որ մարդիկ, ովքեր ձեր հետ փոխկապակցված են։ Դրա լավը ո՞րն է։ Եթե դուք Էլի պիտի ասեմ, ես ներողություն եմ խնդրում Մնացական Մարտիրոսյանից, ուղղակի ասում եմ, ուրիշ հերոսի անունը սակասի չգիտեք։ Եթե դուք Մնացական Մարտիրոսյանի նման դատավորին առաջարկում եք հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու եւ ձեր ԲԴԽ-ն 6 կողմ է քվեարկում 3 դեմ, դրա լավը ո՞րն է։ Եթե Դավիթ Սանասարյանի գործն է լսվում 6.5 տարի, հա, 6 տարի մոտավորապես։ 6 տարի գործ եք լսում, հետո ասում է «Извини, дядя, не получилось», ոնց որ թե բան չէ, հա, հիմնավորված չի, ոնց որ թե արդար էր, ինգեր 6 տարի ոնց որ բայց դու արդար էր։ Դրա լավը ո՞րն է։ Ցույց տվեք այդ ոլորտը, որտեղ կարելի ասել, որ սա լավ է։ Ես հասկանում եմ, որ ինչ որ միտեղ կարող է դուշ են փոխել, շատ որակով ա եղել, չգիտեմ, վենտիլ են փոխել, շատ որակով ա եղել։ Շնորհավորում եմ, ապրեք, բայց իշխանության ֆունկցիան վենտիլ ու դուշ փոխելու մեջ չի, դրական գնահատելու մեջ չի։ Ձեր գործառույթը լրիվ ուրիշ բանի մեջ է, ինչը դուք 100%-ով տապալել եք։ Հասարակությունը այ ինչ դիրքում է ինձ հետաքրքիր ոչ միայն այս ստատուսների շարքի նկատմամբ վերաբերմունքի, սա ոչ առաջի դեպքն է, ոչ էլ վերջինն է լինելու։ Տխուր լուր ձեզ համար, Տիկին Կարպետյան։ Բոլորի համար։ Շուտով աժեն եթե սկսվի նիստերը, միգուցե մենք նոր դրսևորումներ տեսնենք, չգիտեմ, Լևոն Քոչարյանը կհայոյի թե որևէ ԿՊԱ-ական, այսինքն դերերով շատ հաճախ փոխվում են, հա։ Բոլորը հավասարապես հայերեն են սպասել։ Եվ այլն, հա։ Ու մենք շատ ինֆոներ ենք դեռ լսելու, հա։ Սոցցանցերը պայթում են վաղ առավոտից քննադատական, չգիտեմ, հումորային տարբեր այսպես մեկնաբանություններ կային։ Հասարակությունը ո՞նց է վերաբերում, այսինքն կողքից նայողի եւ այ ինչ եք դուք տեսնում, էլի, այսինքն անհանդուրժողականություն կա հասարակության կողմից, ճիշտ դիրքում է հասարակությունը, այսպես թե տեղել տարանջատված են, կտրտված են, ինչ է տեսնում։ Դա ձեզ սոցիոլոգները կարան ասեն, նորմալ սոցիոլոգները, մասնագետ սոցիոլոգները, մարդաբանները գուցե կարող են բացատրել, բայց այն տվյալները, որոնք որ հրապարակվել են տարբեր հետազոտություններ սոցիոլոգիական, 60-ից 80%-ը տարբեր հարցումներով տարբեր թվեր են գալիս եւ 60-ից 80%-ը չի վստահում այս իշխանություններին եւ չի վստահում ընդդիմությանը։ Սա հասարակության հստակ վերաբերմունքն է։ Այսինքն սա սրանից ավելի տեսանելի է, ինչ կարելի անել։ Եվ հասարակությունը պատրաստ է նաեւ դուրս գալ եւ մերժել նույն ձևով ոնց որ մերժեց նախորդ իշխանություններին, պատրաստ է դուրս գալ մերժելու այնքան ժամանակ, քանի դեռ նախկինների ականջները չեն երևում այդ շարժման կազմակերպիչների թիկունքում։ Հասարակությունը արդեն 1000 անգամ դա ապացուցել է։ Հասարակությունը ոչ մեկին ոչ մի բան ապացուցելու կարիք չունի։ Մարդը իր դիրքորոշում արել է, ինքը մերժել է նախկիններին եւ ինքը պատրաստ է մերժել ներկաներին։ Ոնց որ ասում են գնդակը քաղաքական նորաստեղծ խմբերի շարժումների դաշտում է, որպեսզի իրանք կարողանան որակյալ, ողջամիտ, adekvat, բարոյական, կոնցեպտուալ ինչ որ առաջարկ անեն ժողովրդին, որի արդյունքում եթե վաստակեցին ժողովրդի վստահությունը, իսկ դա շատ կարևոր process է, դա միակ process-ն է, որը պետք է լինելու անցնել այդ ուժերին, եթե իրանք վաստակեցին վստահությունը, ուրեմն կունենան հաջողություն։ Այն ոնց որ Նիկոլ Փաշինյանն էր ասում, իշխանությունը փողոցում գցած է ու եթե գա ինչ-որ մեկը ու վերցնի, կարող է ստանալ այդ իշխանությունը։ Այ հիմա իսկապես Նիկոլ Փաշինյանը իրավիճակին իսկապես չի տիրապետում։ Ինքը չի հասկանում ինքը ինչ կարգի չի տիրապետում իրավիճակին։ Կամ հասկանում է դրա համար ասես ջղաձգումների մեջ են գել։ Իսկապես եթե այ այսօր էլ գա այդ խումբը, որը նորմալ, adekvat առաջարկ կունենա եւ կունենա վստահություն, ես համոզված եմ, այսօր էլ որ գան, այսօր էլ կստանան այդ իշխանությունը։
Այնպես որ դեռ տեսնելու ենք ջղաձգումներ, դեռ տեսնելու ենք ցնցումներ, անպայման ամենաայլանդակ ամենալսր դա սա զուգահեռաբար երկու բան է հա տանում մեկը Նիկոլ Փաշինյանը այնպես սև PR-ն էլ է PR անդադ փորձում է իրան տենց բանի մեջ էլի տրենդի մեջ πάει որ ինքը իրան նկարը լինի անդադ բանի մեջ աչքի առաջ հասարակության համար մյուս կողմից էլ նպատակը հայկական միջավայրը հայաստանյան միջավայրը այ կազմաքանդեր բարոյազրկել այն փշրունքները որ մնացել են մեր ինքնագիտակցության, ինքնասիրության, չգիտեմ ինչ որ բաների փշրունքները որ դեռ մնացել են, այ վերջնականապես քանդելու ու ավիրելու, օղապականելու գործընթացը ինքն էլ իր տիկինն էլ, թեպետ ես տիկնոջը առհասարակ չեմ հետևում, ձգտում եմ ընդհանրապես որևէ կերպ չբացել, չնայել, որովհետև պաշտոնատար անձ չի, բոլորին էլ խորհուրդ եմ տալի, մի բացեք, մի նայեք, մի կարդացեք։ Նիկոլ Փաշինյանին մենք ստիպված ենք նայել, կարդալ, որովհետև ցավոք սրտի նա է մեր երկրի ղեկավարը եւ ստիպված պիտի նայես, որ հասկանաս ինչա կատարում, բայց թողեք տիկնոջը, թող մարդը իր յուղի մեջ տապակվի, մի նայեք, մի բացեք, մի կարդացեք, մի քննարկեք, որովհետև ինքը իր էներգիան ու ուժը ու ոգեշնչումը ստանում է այդ բացասական, հա, այդ ինչ ասեմ, այդ մարդկանց տառապանքից, այդ վիրավորանքից, այդ նվաստացումից մարդը ոգեշնչվում է։ Այնպես որ հանգիստ թողեք ասում են ինձ էլ վիրավորում, ես էլ եմ այդ բառապաշարն օգտագործում։ Դե լավ է, շատ լավ է։ Իսկ Ալեն Սիմոնյանի վրա էլ էին թքել, որ ինքը թքեց։ Այսինքն մենք մեզ իրավունք ենք վերապահում այդ նույն վարքագիծը, որը դրսևորել, հասկանում եք ինչ են, ախր սրանք չեն էլ հասկանում ինչ են անում։ Իրան շպրտած բումերանգը վերադառնալու է, հասկանում եք։ Դու պիտի ինչ որտեղ մեղմես, որպես իշխանություն, որպես, չգիտեմ, էլի, որպես ողջամիտ մարդ երևի, բայց իրանց դա չի վերաբերվում անշուշտ։ Դու պիտի մեղմես, որ այդ բումերանգը քեզ հետո չվերադառնա։ Եթե քեզ թվում է, որ դու ավելի տենց զիլ քֆուր ես տալու, տենց ավելի զիլ 5 հոգով են սրանից հետո ձեռները պայլու, դու էլ 2 հատ ես թքելու, ոչ թե մի հատ ես թքելու, ու դա ձեզ չի վերադառնալու, դուք չարաչար սխալվում եք։ Դուք չեք պատկերացնում, դուք ինչ մոնստր իրավիճակ եք ստեղծում։ Իրանք չեն հասկանում, որ իրենց չեն հասցնելու այստեղից փախստեն։ Ես շատ իրոք անհանգիստ եմ, անկեղծ անհանգիստ եմ, որովհետև ես հասկանում եմ, որ մենք պիտի ունենանք նորմալ գործընթացով իշխանության փոփոխություն։ Մենք չենք կարող ունենալ ոչ բախում ներսում, ոչ քաղաքացիական պատերազմ ներսում, ոչ հեղաշրջում ներսում, մենք չենք կարող այդ ամեն ինչ ունենալ։ Մենք պիտի ունենանք նորմալ իշխանության փոխանցում եւ այո, ինչ որ մի պահի նաեւ իշխանության պատասխանատվության հարց պիտի բարձրացվի։ Գոնե մի անգամ էս երկրում պիտի իշխանության պատասխանատվության ենթարկված լինեն առանձին պաշտոնյաներ եւ խմբեր, եւ ինչու ոչ նաեւ արգելեն որոշ խմբերի գործնեությունը։ Ես հասկանում եմ, որ որպես իրավապաշտպան շատ բացասական բան եմ հիմա ասում, բայց անցումային արդարադատության գաղափարախոսություններից նաեւ այսպիսի երկրների անցումային արդարադատությունը նաեւ դա էր նախատեսում, որ այն խմբերը, խմբակները, այն մարդիկ, ովքեր չէին անցնելու այդ լուստրացիան, իրենք պիտի ուղղակի որոշակի ժամանակով արգելվեն իրենց գործնեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իրանք հասկանում են այդ ամենը, բայց ես շատ եմ ուզում, որ իրանք այդ process-ով անցկացնեն, բայց ես վախենում եմ, որ մենք կարող ենք չհասցնել կանգնեցնել այդ վիրավորանքի, այդ նվաստացման տարիների, ինչ ասեմ, կուտակված բացասական էներգիան հնարավոր չի լինելու կանգնացնել։ Շնորհակալ եմ Տիկին Կապետյան զրույցի։ Բայց նաև ներողություն, այսպես sense չի վերջանում։ Մեր հասարակությանն էլ հանգարց չհուսահատվեք, հանգարց չհիասթափվեք։ Մեր էլիտան իրանք չեն։ Հաստատ իմացեք, որ մենք ունենք հրաշալի գիտնականներ, մենք ունենք հրաշալի մանկավարժներ, մենք ունենք տարբեր ոլորտներում հրաշալի մասնագետներ եւ այդ մարդիկ իսկապես մտածում են այդ ուղղությամբ, որ կարողանան համախմբվեն, ինչ որ խումբ ստեղծեն, ինչ որ բան առաջարկեն, հանգարց չհասթափվեք, հանգարց չմտածեք, որ այս մարդիկ են մեր ապագան, այս մարդիկ են մեր էլիտան եւ մենք այնքան ենք ցածրացել, որ սրանից, ասենք, լավը չենք կարող ունենալ։ Մենք ունենք եւ ունենալու ենք, որովհետեւ մենք այլ դրանք ուղղակի չունենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Նինա Կապետյանցին։